Բարի առավոտ սիրելի հեռուստադիտող, բարի գալուստ մեր գարնանային եթերաշրջան։ Այսօր ոչ միայն նոր եթերաշրջանի մեկնարկն է, այլև նշում ենք մի շատ գեղեցիկ օր՝ մարտի 8-ը, կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օրը, որը սիրով, գեղեցկությամբ ու հիացմունքով լի տոն է։ Շնորհավորում եմ բոլորիս մաղթելով սեր եւ արևշատություն։ Իսկ ինչ տոնական եթեր առանց տոնական տեսքի։ Հագուստից համար շնորհակալություն եմ հայտնում Մետաքսե վարձույթի եւ նորաձևության տանը։ Առիթից օգտվելով շտապեմ նաեւ շնորհակալություն հայտնել մեր գլխավոր գործընկեր Արփինետ ընկերությանը, որը հնարավորություն է ընձեռում, որպեսզի մեր եթերները լինեն որակյալ եւ հեռարձակվեն ապահով։ Իդեպ կանանց մասին մարտի 8-ին խոսելը ընդունված ավանդույթ է ու ես ուզում եմ մի քանի փաստ ձեզ ներկայացնել։ Դուք գիտեիք, որ կանայք օրական արտասանում են 20,000 բառ, 13,000 բառով ավելի, քան տղամարդիկ։ Իսկ 2023 թվականին անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ կանայք ավելի լավ են տարբերում գույները, քան տղամարդիկ, ինչը գենետիկորեն կապված է X քրոմոսոմի հետ։ Կանանց աչքերը ավելի վառ են տեսնում աշխարհը։ Մեր հյուրը այսօր ոչ միայն վառ է տեսնում աշխարհը, այլև իր գործունեությամբ աշխարհը գունավոր է դարձնում։ Ոչ միայն իր համար, այլև այլ կանանց համար մեր տաղավարում է լրագրող հեղինակ Անի Քոչարը։ Բարի առավոտ, տոնական առավոտ Անի, շնորհակալ եմ, որ այս տոնական օրը սկսում եք մեզ հետ։ Բարի օր, ես նույնպես շատ շնորհակալ եմ եւ շնորհավորում եմ այս գեղեցիկ տոնի կապակցությամբ։ Ես էլ ձեզ եմ շնորհավորում ու միանգամից ուզում եմ անդրադառնանք արդեն ձեր գործունեությանը, բայց մինչ այդ չմոռանամ նաև նշել, որ այս հրաշալի ծաղիկները մեզ համար ապահովել է Ֆանֆան տյուլպան ծաղկի սրահը, կարծում եմ, որ հավանում եք ձեզ նման վառ գույներով են։ Շնորհակալ եմ շատ, իսկապես ողջ տաղավարը անուշ բուրում է։ Այո, վերջին տարիներին ձեր գործունեությունը ամբողջությամբ ուղղված է կանանց, նրանց համար մոտիվացիոն ելույթներ եք ունենում, մարզային այցեր եք ունենում, որն է ձեր հիմնական ուղերձը եւ ինչ եք ուզում նրանց փոխանցել ձեր օրինակով։ Ես իմ կյանքի դժվարին օրինակով, բայց եւ հաղթանակած օրինակով ցանկանում եմ յուրաքանչյուր կնոջ տեղ հասցնել կարևորագույն ուղերձը չհանձնվելու, ինքն իրեն հավատալու եւ միշտ առաջ շարժվելու, որովհետեւ շատ կարևոր է, որ կինն ինքն իրեն հավատա անգամ այն ժամանակ, երբ որևէ մեկը չի հավատում։ Եվ չհանձնվելու, որովհետև կյանքում փորձությունները շատ են, դրանք տարաբնույթ են, մեկի մոտ դա կարող է առողջական լինել, մեկ ուրիշի մոտ անձնական կամ գործնական, բայց անկախ իրավիճակից եւ անկախ փորձություններից հորդորս է երբեք չհանձնվել եւ անպայման շարունակել սիրտը լայն բացած Աստծո եւ մարդկանց առջեւ ապրել։ Եվ բարությամբ, չէ, առաջ գնալ անկախ կյանքի դժվարություններից։ Իհարկե։ Մոտիվացիոն ելույթներից բացի դուք արդեն ունեք հրատարակած գրքեր, երկուսը, մեկը հանձնվել չկան եւ կյանքը երկրորդ փորձից, որոնք դարձել են ամենապահանջվածը եւ ամենաընթերցվածը, ամենավաճառվածը։ Ինչ է այս գրքերը ինչ ուղերձ են պարունակում եւ ինչ եք փորձում սրանցով փոխանցել։ Գրքերս երկուսն էլ իմ անցած ուղիների մասին են, հանձնվել չկան, դա իմ քաղցկեղի հաղթահարման եւ հաղթանակած դուրս գալու պատմությունն է, թե ինչպես է հնարավոր պայքարել, երբ որևէ մեկը չի հավատում եւ հույս չի տալիս, եւ երկրորդը տրամաբանական շարունակությունն է, թե ինչ պատահեց այն կնոջ հետ, ով հաղթահարեց մահացու հիվանդությունը եւ կորցրած լինելով գրեթե ամեն բան, զրոյական կետից, մաքուր էջից կրկին սկսեց իր կյանքը եւ ամեն բան, այսպես ասած, երկրորդ անգամ, երկրորդ ամուսնություն, երկրորդ բալիկ, երկրորդ շնչառություն մասնագիտական ոլորտում, ամեն բան երկրորդն էր եւ ըստ էության պետք է հենց կոչվեր կամ երկուգից կամ կյանքը երկրորդ փորձից եւ երկուսն էլ կրկին գալիս են կյանքի փորձով ցույց տալու եւ ապացուցելու, որ երբեք ուշ չէ նորից սկսելու եւ հաջողելու։ Ձեր գրքերը ավելի մոտիվացիոն բնույթի են, քան գեղարվեստական, ճիշտ հասկացա։ Այո, իմ գրքերը գեղարվեստական գրականություն չեն, դրանք հուշագրություններ են, մոտիվացիոն ժանրի եւ քանի որ իմ կյանքով ես ապացուցել եմ բոլոր այն իրողությունները, որոնց մասին խոսում եմ գրքում,
դրանք իսկապես մոտիվացիոն են, որովհետև շատ մոտիվացիոն գրքեր կան, որոնցում հեղինակները բառերի մակարդակում հորդորում են այսպես անել, այնպես անել կամ այն բաղադրատոմս են առաջարկում կյանքի տարբեր խնդիրների լուծման համար։ Իմ պարագայում ես հենց կյանքով փորձված եւ իմաստություններ ստացած իրողությունների մասին եմ խոսում։ Դրա համար դրանք իսկապես բեսթսելերներ են դարձել եւ ես դրա մասին շատ մեծ ուրախությամբ եմ խոսում, որովհետեւ շատ կարեւոր է, որ այդ կարեւոր ուղերձները իսկապես հասնի յուրաքանչյուր կնոջ կամ մարդու, ով այդ պահին ունի այդ խոսքերի եւ այդ իմաստությունների կարիքը, որ եթե այսինչը հաջողել է, ապա ինքն էլ կհաջողի։ Այս պահին աշխատում եք որևէ գրքի վրա, գուցե ընթերցասերները արդեն ձեր գրքերը նախընտրողները սպասում են նոր ինչ-որ բանի, նոր մոտիվացիայի։ Ինչպես ես հաճախ ասում եմ, քանի որ ես գրող չեմ, ես լրագրող հեղինակ եմ, ինձ համար գիրք գրելը դա ոչ թե իմ մշտական եւ ամենօրյա զբաղմունքն ու մասնագիտությունն է, ինչպես գրողների պարագայում եւ ովքեր բնականաբար շատ մեծ ցանկություն ունեն թեկուզ տարին մեկ անգամ գիրք հրատարակելու, իմ պարագայում գրքերը պետք է ունենան շատ կոնկրետ մոտիվացիոն ասելիք եւ առիթ, որը որ պատճառ կհանդիսանա, որպեսզի հերթական գիրքը լույս տեսնի։ Իհարկե, ես աշխատում եմ երրորդ գրքի ուղղությամբ, աշխատանքները տարվում են, հրատարակչական գործը շատ երկար ժամանակ է պահանջում, բայց կստեմ, եթե ասեմ, որ առաջիկայում սպասեն երրորդ գրքին, որովհետև կան որոշակի իրադարձություններ, որոնց հաջողությամբ հանգուցալուծվելու դեպքում գիրքն անպայման կհասնի ընթերցողների սեղաններին։ Իսկ մինչ այդ մեկ այլ նախագծի ուղղությամբ ենք աշխատում, որը որ կարծում եմ պակաս սպասված չէ։ Կարող ենք փակագծեր բացել, ինչ նախաձեռնության մասին է խոսքը։ Ճիշտն ասած, քանի որ ես սիրում եմ ցանկացած բան իրագործել եւ նոր միայն դրա մասին բարձրաձայնել եւ խոսել, ոչ թե որ սնահավատ եմ եւ վախենում եմ, որ եթե բարձրաձայնես չի կատարվի կամ չի իրականանա, այլ պարզապես որ երբեմն տեխնիկապես կամ հանգամանքների բերումով ինչ-ինչ բաներ տեղափոխվում է, ժամանակային առումով հետաձգվում է դրա համար, որպեսզի հետագայում ինձ լսարանը եւ ընթերցողները չմեղադրեն, որ ես խոստացա եւ չարեցի, դրա համար մի փոքր վախենում եմ փակագծեր բացել, բայց շատ կարճ կարող եմ ասել, որ կրկին վերաբերում է տպագիր գործին այս անգամ ամսագրի տեսքով, այնպես որ ես ամսագրի բոլոր երկրպագուները կարող են ուրախանալ, որովհետև շատ հնարավոր է, որ այս տարի եսը վերադառնա, գուցե եւ այլ անունով, բայց վերադառնա։ Այ հենց իմ հաջորդ հարցը դրան էր վերաբերում, որտեվ տարիներ շարունակ ակտիվ լրագրությամբ չեք զբաղվում, բայց ես ամսագիրը, հետո ես եմ ամսագիրը ամենապահանջվածն էր, ամենաընթերցողն էր։ Ես այդ ժամանակ հիշում եմ, sense մի փոքրիկ աղջնակ էի, որը կրպակների ապակիներին նայում էր, ամսագիրը կա թե չէ, ինչ արժի կարող են գնել թե չէ, ու մի անգամից հնարավորության դեպքում խնդրում էի ընտանիքիս անդամներին վերցնել ամսագիրը, որ ես նայեի, ուսումնասիրեի։ Այ նաև ինձ հետաքրիր այդ ամսագրի պատմությունը։ Կարող մի փոքր հետ գնանք, անդրադառնանք նաև դրան։ Այ ասացիք փոքրիկ աղջնակ է, ես էլ առանձնապես շատ մեծ չէի, երբ ես ամսագիրը ստեղծեցի, ընդամենը 19 տարեկան էի, երբ ես ամսագիրը ստեղծեցի եւ չնայած բոլոր թերահավատներին այն դարձավ եւ իր ժամանակների եւ առհասարակ հայկական տպագիր մամուլի մեջ երբևէ ամենապահանջարկված եւ ամենամեծ սպառում ունեցող ամսագիրը։ Այնպիսի տպաքանակներով, որով ես ամսագիրն է հրատարակվել, երբևէ որևէ ամսագիր որևէ ժամանակահատվածում լույս չի տեսել եւ սա խոսում է այն մասին, որ շատ ճիշտ հաշվարկներ են արվել թիրախային լսարանի, թե լսարանը ինչ է ցանկանում եւ այդ ձեռքը զարկերակին պահելու ամենակարևոր հատկությունը, որ յուրաքանչյուր լրագրող, հրատարակիչ, մեդիագործիչ պետք է ունենա, դու պետք է զգաս եւ հասկանաս, թե ոչ միայն ինչ է լսարանը ակնկալում եւ ցանկանում ընթերցել, այլ նաեւ նրբանկատորեն նրանց եւ մակարդակը բարձրացնելու եւ կրթադաստիարակչական այդ գործառույթը յուրաքանչյուր լրատվամիջոց, որը ունի եւ աննկատ պետք է իրականացնի, այնպես որ ես շատ հպարտությամբ եւ շատ երջանկությամբ եմ խոսում եսի մասին, եսը մի ամբողջ, այսպես ժամանակաշրջան էր, որով նաեւ շատ սերունդներ են անցել, այսօր շատ տարբեր հեռուստաալիքներից կամ տարբեր լրատվամիջոցներում աշխատող լավագույն կադրերից
անցած մեր դպրոցով կամ մոդելային բիզնեսում շատ պայծառ դեմքերով, ովքեր Yes Models դպրոցն են անցել, այսինքն դա մի գեղեցիկ ժամանակաշրջան էր, որը ոչ միայն իմ կյանքում է բեկումնային եւ ճակատագրական եղել, այլ նաեւ շատ այլ մարդկանց, ինչը ինձ շատ շոյում է, շատ հաճելի է, որ ինձ հաճախ այս կամ այն վայրից գրում են եւ ասում են, որ գիտեք, մենք ձեր դպրոցն ենք անցել կամ ձեր կադրն ենք եղել, սա չի կարող չշոյել եւ չի կարող չպարտավորեցնել էլ ավելի բարձր նշաձող սահմանելու եւ էլ ավելի լավ գործեր անելու։ Այնպես որ սպասենք ամսագրի։ Այո, Աստված առաջ, կհասցնենք այս տարի։ Հրաշալի կլինի, իսկ կան պահեր, որ կարոտում եք այդ նախկին երիտասարդ, նշեցիք ընդամենը 19 տարեկան եք եղել այդ ակտիվ լրագրողի կյանքը, գործունեությունը։ Իհարկե ես շատ չեմ, այսպես ասած, հետ ընկել իմ մեդիա գործունեությունից, որովհետև անկախ նրանից ես գործող լրագրող եմ, գլխավոր խմբագիր եմ, թե հրատարակիչ եմ, ես միշտ մեդիա ոլորտում եմ եւ այժմ էլ այն, որ ես Նյումեգի հեղինակներից եմ արդեն 5 տարի շարունակ, կրկին իմ մեդիա ոլորտն է դա, հրատարակչական գործն է, տպագիր գործն է, այս անգամ գրքի տեսքով, բայց կրկին իմ մասնագիտական ոլորտն է, այնպես որ ես համարում եմ, որ այն երջանիկներից եմ, ովքեր միշտ ունեն այդ շնորհը եւ հնարավորությունը իրենց մասնագիտական գործունեությամբ զբաղվելու, ինչ խոսք, իհարկե կարոտում եմ, կա որևէ մեկը, ով իր երիտասարդ կամ շատ երիտասարդ տարիները չի կարոտում, իհարկե միշտ այդպես կարոտով ես նայում եւ այդ տարիներին ստեղծածիդ, բայց նաեւ հասկանում ես, որ դու կարող ես նույն այդ գեղեցիկը եւ լուսավորը ստեղծել նաեւ այժմ։ Ու գիտեք, ձեր ամսագրի հետ կապված հետաքրքիր, օրինակ ինձ համար որպես ընթերցող պահը որն է եղել, որ եթե ես նույնիսկ հիմա վերցնեմ Yes-ի ինչ որ 5 թվականի ամսագիր ու ընթերցեմ, ինքը նորորյա է, ինքը ընթերցվելու է, ինքը հետաքրքիր է լինելու։ Ոնց է գտել այդ բալանսը։ Ձեզանից շատ մեծ ջանք է դրա համար պահանջվել։ Շատ մեծ ջանք որպես այդպիսին ոչ, որպիսի գտնեմ ֆորմատ ձևաչափ կոչվածը, որովհետև երբ ես 19 տարեկան էի եւ ես ամսագրի նախագիծը ներկայացրեցի եւ մենք սկսեցինք իրականացնել, դա չի նշանակում, որ ես քնից մի օր արթնացել եմ եւ ստեղծել եմ ամսագիր։ Քանի որ ես իմ լրագրողական կարիերան սկսել եմ դեռևս դպրոցական տարիքից, 13 տարեկանից ես արդեն աշխատում էի եւ ես աշխատել եմ ժամանակի հայտնի եւ առկա բոլոր մանկական եւ մանկապատանեկան լրատվամիջոցներում, Կանչ, Արևածաղիկ, Հանրային ռադիոյի մանկապատանեկան եւ պատանեկան հաղորդումներում, այնպես որ ես բավականին արդեն երկար ճանապարհ էի անցել մինչ ամսագիր ստեղծելը եւ ես գիտեի ձևաչափը, որը իմ հասակակիցներին հետաքրքրելու է։ Այլ խնդիր է, որ այո, շատ ջանք, շատ եռանդ եւ շատ պատասխանատվություն էր պահանջում տպագիր մամուլ ստեղծել յուրաքանչյուր ամիս նույն օրը, որպեսզի ամսագիրը հայտնվեր կրպակներում։ Ովքեր տպագիր մամուլի հետ գործ են ունեցել, գիտեն, թե դա որքան ահռելի մեծ աշխատանք է, ոսկերչական աշխատանք։ Ամեն այդ գեղակառույցից, դիզայնից սկսած, սրբագրումից ավարտած, երբ մեկ տառի վրիպակն անգամ պետք է թույլ չտալ, որովհետև միշտ գտնվում են ընթերցողներ, ովքեր խոշորացույցով են ամեն բան նայում։ Մեր պարագայում մենք աշխատել ենք հնարավորինս լավ արտադրանք ստեղծել, լավ տպագիր մամուլի գործ ստեղծել, որը այո, մինչև օրս էլ այնտեղ կային խորագրեր, որ դրանք երբեք չեն փոխվելու, չեն հնանալու, ասելիքը նույնն է, թեև մեր օրերում շատ այլ մարտահրավերներ կան եւ շատ այլ նոր տրենդներ կան, որոնք մենք իհարկե հաշվի ենք առնելու նոր ամսագիրը ստեղծելիս։ Ես անհամբեր եմ ամեն դեպքում այդ մասով ու վստահ եմ, որ հեռուստադիտողը եւս։ Խոսենք նաեւ ձեր հասարակական գործունեությունից, շատ ակտիվ է գործունեությունը ծավալում, անգամ հասարակական կազմակերպություն ունեք, ինչ ուղղվածություն ունի այն, ինչ խնդիր է լուծում, ինչ հարցեր է բարձրաձայնում։ Ոչ թե ես ինքս հասարակական կազմակերպություն ունեմ, ես հասարակական կազմակերպության տնօրեն եմ, մեր տունը հասարակական կազմակերպությունը, որը երկար տարիներ զբաղվում էր մանկատան շրջանավարտ սաների ապաստանի տրամադրմամբ, նրանց կրթության, աշխատանքի եւ ցանկացած այլ խնդիրների եւ մարտահրավերների լուծմամբ։ Այժմ կազմակերպությունը մի փոքր իր գործունեության
ծիրը փոխել է եւ ավելի շատ ցերեկային շահառուներով է զբաղված, որովհետեւ մանկատան սաները, ովքեր 10, 17, 20 տարի առաջ էին դուրս գալիս մանկատնից եւ շատ մոլորված, չգիտեին ուր գնալ, ինչ անել, ինչպես իրենց գտնել այս կյանքում, մեր օրերում նաեւ շնորհիվ սոցցանցերի եւ համացանցի բավական կազմակերպված եւ աչքաբաց սերունդ է դուրս գալիս արդեն իսկ մանկատնից եւ նրանք չեն ցանկանում որևէ ապաստարանում մնալ, ցանկանում են իրենք ինքնուրույն իրենց կյանքը կազմակերպել եւ կարիք չունեն որևէ տեղ հանգրվանելու, իրենք իրենց կյանքը կազմակերպում են, այդ իսկ պատճառով այսօր կազմակերպությունը ավելի շատ զբաղվում է ցերեկային շահառու աղջիկների կրթությամբ, դաստիարակմամբ եւ նրանց հետագայում մեծ կյանք ճանապարհելով, կրկին տարբեր դասընթացներ են անցկացվում, տարբեր ծրագրեր են անցկացվում, այսինքն սոցիալական, կրթական ուղղվածությունը պահպանվել է, պարզապես աղջիկներ գիշերակացով մնացող այլևս չկան։ Ինչը եւ դրական կողմեր ունի եւ բացասական, բայց սա շատ երկար խոսելու թեմա է, պարզապես իմ հասարակական գործունեությանը անդրադառնալով պետք է ասեմ, որ մեր տունը հասարակական կազմակերպությունում ես հիմնադրման տարվանից եղել եմ վարչության անդամ եւ կրկին իմ նույն գործունեությունը ծավալել եմ պարզապես ոչ ի պաշտոնե, իսկ 2000 արդեն թվականներ եմ մոռացել, որովհետև քանի որ դու միշտ կազմակերպությունում ես, արդեն թվականներով չես, այսպես ասած, ֆիքսում ամրագրում, թե որ թվականից ես արդեն ի պաշտոնե որպես տնօրեն աշխատում, 3 տարի առաջ այնպես ստացվեց, որ ես ի պաշտոնե ստանձնեցի այդ պարտավորությունը, բայց դա որևէ բան չփոխեց, ես ինչպես միշտ եղել էի կազմակերպության կողքին, այնպես շարունակում էի լինել, այժմ իհարկե կազմակերպությունում ֆիզարձակուրդում եմ, այսպես ասած, բալիկիս եմ խնամում, բայց հասարակական գործունեությունը միշտ իմ կյանքի մի մասն է եղել, ես դրան չեմ վերաբերել երբևէ որպես աշխատանք կամ իմ այսպես հիմնական գործունեություն, որովհետև իսկապես նաև միշտ արել եմ որպես հասարակական հիմունքներով գործ, չվարձատրվող, ես չեմ սիրում ասել բարեգործական, որովհետև դրա որակումը թող որ ես չտամ, բայց միշտ կա այդ հասարակական գիծը իմ կյանքում, ես առանց դրա պարզապես չեմ կարողանում ապրել, որովհետև միշտ գիտեմ, որ կան խոցելի թեմաներ, խոցելի խմբեր, որոնք օգնության կարիք ունեն եւ որտեղ թեկուզ եթե ես համեստ փոքրիկ ներդրում կարող եմ ունենալ, ես այն միշտ շտապում եմ անել առանց շատ բարձրաձայնելու կամ ասելու, որ ես բարին եմ անում կամ հասարակական հիմունքներով աշխատանք եմ անում, բայց այո, դա միշտ կա, որքան որ կա մոդելային, լրագրողական գործունեությունը 2000 թվականից սկսած, նույն կերպ նաև հասարակականը։ Ահա, շատ լավ, քանի որ Հայաստանում ընդունված է, որ մեկ ամսյակ է, չէ, մեզ մոտ միայն մարտի 8 չէ, միայն ապրիլի 7 չէ, մենք մեկ ամսյակ ենք տոնում, կուզեի խոսեի նաև մայրության մասին, քանի որ դուք արդեն նշեցիք, որ բալիկ ունեք, իր խնամքով եք այս բանից զբաղվում, ինչպիսին է ընտանիքում Անի Քոչար մայրը։ 2 բալիկ ունեմ, տղաս արդեն 13 տարեկան է, այս տարի դառնում է 14, դստրիկս 1.5 տարեկան շուտով կդառնա, նրանց միջև 12 տարվա տարբերություն է եւ այդ մեծ տարբերության շնորհիվ ես կարծես կրկին առաջին անգամ մայրացած լինեի, այդ բոլոր զգացողությունները կարծես առաջին անգամ ապրեի եւ շատ թարմ են որպես նորաթուխ մայրիկ, թեև արդեն երկուսն են նրանք։ Ես շատ ժողովրդավար մայր եմ, եթե այսպես որակեմ, այսինքն շատ ազատություններ եմ տալիս իմ երեխաներին, ընտրության հնարավորություն եմ տալիս, բայց միևնույն ժամանակ շատ խստապահանջ մայր եմ, շատ կանոնակարգված եւ այսպես դիսցիպլինա սիրող մայր եմ, որովհետեւ ես կարծում եմ, որ այդ ամենը առավել օգնում է հենց երեխաներին իրենց կյանքը կանոնակարգված, համակարգված ունենալու, հետագայում պատասխանատու մարդ եւ քաղաքացի մեծանալու, որովհետեւ ազատությունը եւ ընտրության հնարավորությունը չի ենթադրում ամենաթողություն, անդաստիարակություն, անկարգություն, դու կարող ես երեխային տալ անսահման ընտրության հնարավորություն ընտրելու ինչով է ցանկանում զբաղվել եւ ոչ թե ինքդ պարտադրես ինչ խմբակ ընտրել կամ ինչ զբաղմունք թույլ տաս մասնագիտական կողմնորոշման հարցում եւ ոչ թե անընդհատ կաթեցնես, որ չէ, այս ինչ մասնագիտությունն է արդիական կամ պահանջարկված, ոչ, եթե անգամ նա ընտրում է աշխարհի թվացյալ ամենաոչ պահանջարկված մասնագիտությունը, բայց դա է նրա կոչումը եւ դա նրա երջանկացնելու է, թող որ, բայց դրան գալիս է հաջորդելու այդ պատասխանատու պարտաճանաչ վերաբերմունքը, որ եթե ընտրել ես, ապա պետք է լավագույնս անես, պետք է ժամանակ տրամադրես, ինքդ քեզ վրա աշխատես,
որովհետև ես տանել չեմ կարողանում միջակություն, ինձ համար ավելի լավ է, որ յուրաքանչյուրը զբաղվի իր գործով, լինի իր տեղում, բոլորը պարտադիր չէ, որ գիտնականներ դառնան կամ ուսյալ եւ կրթված մարդիկ, մենք շատ կարիք ունենք նաեւ կրթված արհեստավորների, որովհետև սարսափելի է անկիրթ բժիշկը, բայց հրաշալի է կրթված իր մասնագիտության գիտակ կոշկակարը կամ վարսահարդարը օրինակ։ Եվ ես նաև այս արժե համակարգը, որ մարդ իրենից պետք է արժեք ներկայացնի եւ մարդ առաջին հերթին մարդ պետք է լինի եւ մնացած ամեն բան այդ փառք, հաջողություններ, ֆինանս եւ այլն դրանք արդեն երկրորդական են։ Այս ուղերձները նաև իմ որդուն եմ փոխանցում, հետագայում նաև բնականաբար դստրիկից եւ այս իմաստով օրինակ ես կարծում եմ որ օրինակ ես կցանկանայի այսպիսի մայրիկ ունենալ, որովհետեւ թեև ես շատ եմ սիրում իմ ծնողներին, բայց իմ ծնողների սերունդը շատ խիստ եւ շատ կաղապարված մտածողությամբ մեզ մեծացնող սերունդ է եղել, որ այ ոտքդ մեկնիր քո հնարավորությունների սահմանում կամ մենք դրա հնարավորություն չունենք կամ այդքան մի ծանրաբեռնիր քեզ, մեղք ես, օրինակ ես այս սահմանափակումները իմ երեխաների համար երբեք չեմ դնելու, եթե իմ որդին կարողանում է թեկուզ օրը 20 ժամ աշխատել դրանից չի տուժում նրա առողջությունը եւ նա ի վիճակի է եւ նա միայն երջանիկ է որ կարողանում է այդքան արդյունավետ պրոդուկտիվ լինել, ապա ես միայն ուրախ կլինեմ եւ այդքան սահմանափակումներ չեմ դնի։ Իսկ մեր հայ կանանց եւ հայ մայրերին առհասարակ մի շատ կարեւոր ուղերձ ունեմ, որ երբեք ու երբեք իրենց չիրականացած երազանքներն ու ամբիցիաները չփաթաթեն իրենց երեխաների պարանոցին եւ իրենց երեխաների մեջ չտեսնեն իրենց կյանքի շարունակողին, որովհետև երեխան ինքն իրենով առանձին անհատական մի միավոր է, նա անհատականություն է եւ չպետք է հիասթափվես, որ օրինակ նա քո գործի շարունակողը չէ կամ նա նույն կերպ չի նայում աշխարհին եւ երևույթներին ինչպես դու պետք է նրան նայես որպես անհատականություն, որպես առանձին մի մարդ, ում այո դու ես կյանք տվել, բայց նա իրավունք ունի ազատ թռիչքի առանց քո ուղղորդումների, որովհետև երբեմն երեխաները շատ ավելի նաև ժամանակի այդ շունչը կրելով հանդերձ շատ ավելի այսպես լայնն են տեսնում, մեծ են տեսնում իրենց կտավը կյանքի եւ դու չպետք է սահմանափակես, այլ պետք է թույլ տաս, որ նրանք իսկապես իրենք ներկեն իրենց կյանքը, իրենց իսկ նախընտրած գույներով։ Ահա եւ դուք ընթացքում խոսեցիք նաեւ ձեր մայրիկի ընտանիքի մասին, ասացիք, որ ազատությունն եք նախընտրում, հետաքրքիր է ինչպես է ձեզ հաջողվել ամեն դեպքում այդ կարծրատիպային, հա, ընտանիքում, այդ ժամանակ բոլորի ընտանիքներն էին այդպես։ Այո, ես դրա համար ասացի, որ իմ ծնողներն էլ, որովհետեւ ամենևին ես չեմ թերագնահատում կամ հանդիման իմ ծնողներին, ճիշտ հակառակը, ես շատ ըմբռնումով եմ մոտենում, որովհետեւ իրենք էլ իրենց հերթին ուրիշ ազդեցություն էին կրում ամեն դեպքում։ Դասյարակություն են ստացել եւ նաեւ այդ խորթային այդ կարծրատիպային եւ կաղապարային մտածողությունները եւ այդ բոլոր բաները, որ դոգմաները ստիպում էին մարդկանց այդպես մտածել, բոլորը նույն կերպ պետք է մտածեին եւ ապրեին, ես ըմբռնումով եմ մոտենում, դրա համար հատուկ դա շեշտեցի, որովհետեւ նաեւ մեր օրերում կա չէ մի շատ սխալ այսպես տենդենս միտում, ինչը որ նաև նույնպես այսպես ուղերձի նման կհնչի մեր բոլոր հատկապես ծնողներին, որ գոնե իրենք փորձեն օգնել իրենց երեխաներին չտարվելու այդ հովերով, երբ շատ են մարդկանց ներշնչում, որ այ մանկությունից տրավմաներ են ձեզ մոտ ձեր ծնողները ձեզ ինչ-որ մի բան լիարժեքորեն չեն տվել, ճիշտ չեն տվել, ճիշտ չեն դասյարակել, ճիշտ չեն վերաբերել հոգեբանական ճիշտ մոտեցում չեն ցուցաբերել, շատ վատ է, որ մարդ անընդհատ ինքն իրեն ներշնչի եւ այդ ներշնչանքով ապրի, որ այ իմ մայրը եւ արդարացնի ինչ-որ իրավիճակներ, այ իմ ծնող կամ այո, ինչ-որ մի բան անում են եւ դրա արդարացումը գտնում են, որ այ իրենք մանկությունում ինչ-որ տրավմա են ունեցել։ Ես նաեւ որպես մարդ ով ուսումնասիրել է հոգեբանություն, Ժողովուրդ ջան, մի շատ կարեւոր բան պետք է ասեմ, իհարկե շատ կարևոր է մեզ հետ ինչ է տեղի ունեցել, այո, այդ ամենի բերի կրողն ենք մենք եւ այդ ամենը մանկությունից բերում ենք մենք մեզ հետ, բայց առողջ հոգեբանություն ունեցող մարդը կամ գոնե նա ով աշխատում է իր վրա, որ իր հոգին եւ իր միտքը առողջ պահի, նա կարողանում է նաեւ ձերբազատվել թեկուզ նույն այդ մանկական կամ պատանեկան տրավմաներից, հույզերից եւ կարողանում է իրեն կերտել այնպիսի մի մարդ, որ ոչ թե բոլորին եւ ամենքին
դատապարտում է, մեղադրում է եւ անիծում է, որ այ ինքն այսօր այսպիսին է, որովհետեւ իրեն այսպես են դաստիարակել կամ իր հետ այսպես են վարվել։ Դու ունես ազատ ընտրության հնարավորություն այսօր այլ կերպ վարվելու, դու ինքդ այլ դաստիարակություն տալու քո երեխաներին եւ ի վերջո եթե անգամ օրինակ մեր ծնողները չեն իմացել, որ այ կարող են ազատ ընտրության հնարավորություն տալ, մասնագիտական կողմնորոշման կամ անձնական կյանքի ընտրության մեջ չմիջամտել կամ ուղղորդումներ չանել, դու այժմ այդ սխալները մի արա քո երեխաների հետ։ Եթե քեզ դուր չի եկել այդ մոդելը, դու ստեղծիր այլ մոդել, բայց չի կարելի անընդհատ կառչել անցյալից, բոլորին մեղադրել քո անհաջողություններում, բացի քեզնից։ Այո, որ գիտեք, ասում է անհաջողակ կամ ինչ որ բան ձախողող մարդուն, ոչ պրոֆեսիոնալ, ոչ արհեստավարժ մարդուն, ամեն բան խանգարում է։ Բայց արհեստավարժ մարդուն, առողջ հոգեբանություն ունեցող մարդուն որևէ բան չի խանգարում կյանքի ինչ որ փուլում որոշում կայացնելու, որ ինքը թոթափում է անցյալի ցանկացած բեռ եւ հոգս եւ նոր կյանք սկսելու։ Ես համենայն դեպս իմ ողջ կյանքում անգամ բոլոր փորձություններից եւ անկումներից եւ անհաջողություններից հետո որևէ մեկին չեմ մեղադրում եւ չեմ ասում որ օй գիտեք ես դժբախտ եւ անհույս կամ ձախողակ կամ անհաջողակ մեկն եմ որովհետեւ այսինչ բանն արեց իմ կյանքում արեց Աստված իր հետ դասեր քաղիր ել ավելի իմաստնացած եւ ել ավելի ուժեղացած նոր քայլ արա կյանքում երբեք ուշ չէ ինչպես իմ գրքերում եմ ասում կրկին կյանքիդ ղեկը քո ձեռքը վերցնելու եւ կյանքիդ ուղին շարունակելու առանց որևէ մեկին մեղադրելու իհարկե որովհետեւ մենք միշտ ասում ենք որ քրիստոնյա ժողովուրդ ենք բայց շատ խռովություններ ենք մեր հոգում պահում շատ ենք նախ ինչ ասել է առհասարակ ներել չպետք է անգամ հասնես այդ կետին, որ ինչ որ մեկից հոգումդ ինչ որ բան ես պահել, որ մի հատ ներես կամ չներես։ Ես այսպես եմ մտածում, արեց Աստված իր հետ բաց ես թողնում եւ դու քո կյանքի ուղին ես շարունակում։ Թող ինքը զգա, որ քո նկատմամբ սխալ է եղել կամ մեղք է գործել։ Այդ ներման պահը ինձ մոտ եղել է եւ ես բաց եմ թողել ու հասկացել եմ, որ անգամ չպետք է հասնեմ դրան, որ ինչ որ մեկին ներեմ կամ չներեմ։ Ուղղակի մարդն այդպես վարվեց Աստված իր հետ։ Այո, ի վերջո այդ չարանալը նաև մեզ է վնասում։ Իհարկե։ Հիշում եմ հայոց լեզվի ուսուցիչը մի հրաշալի արտահայտություն ուներ, միշտ որ մեզ վրա բարկանում էր ու պտտվում, կային աշակերտներ, որոնք ծամածռում էին իրենց դեմքը ու միշտ ինքը պտտվում էր, գիտեր էլի, որ դա այդպես է, ասում էր ձեր դեմքի ծամածռությունից միայն դուք եք տգեղանում։ Ինձ ոչինչ չի լինում։ Հիմա նույն սկզբունքով, երբ որ մենք չարանում ենք ինչ որ երևույթի, մարդու իրադարձության վերաբերյալ, միայն մեզ է վատ լինում, այնպես որ բարությամբ պետք է առաջարժվենք։ Միշտ, ես միշտ ասում եմ սիրտդ պետք է ժողովրդական խոսք է, չէ՞, սիրտդ լայն պահիր, ես էլ միշտ ասում եմ սիրտդ բաց պահիր, որովհետև երբ սիրտդ փակում ես ապա հենց այդպես փակվածել, մեկուսացածել ինքդ քեզ հետ ապրում ես, բայց այս աշխարհը այնքան լի է նաև հրաշալի բաներով եւ դրա համար երբեք չպետք է սիրտդ կողպես, այլ ճիշտ հակառակը միշտ այն պետք է բաց պահես եւ տեղ թողնես, որ գուցե թեկուզ եւ ինչ որ մեկը ոտքերը սրբել եւ անցել է հոգուտ վրայով, բայց մեկ ուրիշը գա եւ ծաղիկներ այնտեղ ցանի, այնպես որ այո, եւ ես որդուս էլ միշտ ասում եմ ձեր ուսուցչի օրինակով, բայց այլ կերպ ասում եմ, տղաս միշտ հիշիր, դու գուցե կարող ես ուսուցչիդ խաբել, ինձ խաբել, ինչ որ անկարգ մի բան ես արել, ուզում ես քեզ արդարացնել եւ դա կոծկում ես, ինչ որ կերպ փորձում ես քողարկել, բայց ասում եմ հիշիր, վերևում մի պապիկ կա, նա ամեն բան տեսնում է եւ դու միշտ պետք է այնպես ապրել, ես չեմ կարող միշտ քո կողքին լինել։ Եվ իսկապես մենք միշտ պետք է հասկանանք, որ մի օր մենք բաց ենք թողնելու երեխաներին, մենք միշտ նրանց կողքին լինել չենք կարող, միշտ նրանց պաշտպանել կամ ինքներս նրանց փոխարեն նրանց քայլերն անել չենք կարող։ Եվ դրա համար նրանք միշտ պետք է այդ գիտակցությամբ ապրեն, որ միշտ կա մի անտես աչք, որն իրենց հետևում է, եւ իրենք միշտ պետք է ապրեն այնպես, որ իրենք իրենցից եւ այդ պապիկից չամաչեն, որովհետեւ այո, ինչպես ուսուցչուհին է ասել, ինչ անում ես ինքդ քեզ ես անում։ Շնորհակալ եմ այս ջերմ, բովանդակալից, հրաշալի ուղերձներով զրույցի համար։ Եվս մեկ անգամ ուրախ եի, որ մեր տաղավարում եք օրը մեզ հետ սկսեցիք։ Ձեզ օրվա լավ շարունակություն եմ մաղթում, սիրելի Անի։ Իսկ ձեզ, սիրելի հեռուստադիտող, ասեմ, որ մեր տոնական եթերը բարի առավոտի մոտեցավ իր ավարտին։ Դուք շարունակեք հետևել Նուր TV-ին, որովհետև եթերը բավականին լի է հետաքրքիր հաղորդումներով, տոնական ինչ-որ պահերով, այնպես որ լավ կանեք, որ ալիք
կարիքը չփոխեք, սիրելի կանայք, տոնը ձերն է այսօր, բայց ձեր ուժը, խելքը, հմայքն ու անսահման հնարավորությունները իրականում միշտ են ձեր կողքին։ Այսօր ընդունեք այս շնորհավորանքները, բայց մի մոռացեք, որ ամեն օր է ձեր տոնը։ Սիրով, ձեր Արմինե Թովմասյան։